Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ ելույթը ընդամենը եւս մեկ անգամ հաստեց, որ իշխանությունը այնքան տագնապած է, որ խոսում է քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող ուժի մասին, Հայաստան դաշինքի մասին, եւ խոսում է այսպես կոչված իբր հրահանգավորման մասին, ակնհայտ է, որ հրահանգներով շարժվողը դուք եք, մեծամասնությունն է, եւ շարժվում է մեկ անձի հրահանգով, եւ այն էլ բռնապետական մեծ հակումներ ունեցող անձի հրահանգով, եւ այսօրվա հենց նախագիծն էլ դրա վառ ապացույցներից մեկն է։ Նաեւ Տիկին Ջուլակյանին ուզում եմ անդրադառնալ ֆրակցիայի ելույթով, այդ ֆրակցիայի դիրքորոշումը կասեմ։ Տիկին Ջուլակյան, դուք կամայականորեն նորից մեկնաբանեցիք Վենետիկի եւ Ժմիկի մոտեցումները, ընդ որում ասեմ, որ սրանք նաեւ միջազգային Հայաստանի կողմից ընդունված միջազգային պարտավորությունների շրջանակում են։ Ձեր բերված օրինակը ընդամենը օրինակներից է, բայց ոչ ընտրական գործընթացի կարևորագույն տարերը ամբողջությամբ, որովհետև դիտորդների վերաբերյալ կարգավորումները համարվում են ընտրական օրենսդրության սկզբունքային կարգավորվող համակարգերից մեկը։ Բացի դա, քիչ առաջ տեղ ունեցավ նաև խորհրդի նիստ, որտեղ ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը անկախ ամեն ինչից, առհամարելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է ուժի զոռով, այսպես ասած, այս նախաձեռնությունն առաջիկա ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել փոփոխություն։ Բովանդակության մեր ֆրակցիայի ելույթի մասին կանդրադառնամ արդեն ֆրակցիայի ելույթում։ Կարճ ասած ռեժիմը խոճապի մեջ է, էլի։